Քաղաքապետարանը մի քիչ առաջ եկավ ու շատ այնպես են չինովնիկի նման շատ գեղեցիկ առամարական ասեց ամբողջ չէ ճիշտ է ընդհանրապես քաղաքապետարանը սովորություն սաղին ասեմ որ վճիռը նույնիսկ չեն սիրում կատարել քաղաքապետարանները դա նորմալ երևույթ է ասեմ բանին ոստիկաններն են որ իմանան հիմա ներկայացությամբ այդ ամեն ինչը հիմա դուք դատարան ինչ-որ մեկը դիմել եք ոչ մենք դատարան չենք ով է հանդիսարնոստի սեփականատերը ըստ ձեր կարծիքին Այստեղի սեփականատերը չի երևում կտամ բոլորը միանալ եւ դիմել վարչական դատարան քաղաքապետարանի որոշումը անվավեր ճանաչելու արժույթ նույնիսկ կարելի ասել առ ոչինչ ճանաչելու քանի որ դա ի սկզբանե անօրինական որոշում է բացեց թե շինթույլտվությունը չի կարելի կատարել էլեմենտար քաղաքաշինության նորմերով որ կտամ դիմել դատարան պարոն ոստիկաններ սեփականատիրոջը կարող եք ասել բերի մենք փաստաթուղթերը նայենք որպես ես փաստաբան եւ որպես շահագրգիռ անձի կարան նայեն դա ինչ-որ փաստաբան Կարանք դա անեն, թե չեն կարող։ Ով է սեփական։ Կարող ենք, հեսա փաստաբան։ Խնդրեմ մի հատ փաստաթղթերը ներկայացնեք, մի հատ հասկանանք, մի հատ դուք փորձում եք միանգամից գնալ քայլերի առանց հասկանալու ով է ճիշտ, ով է սխալ։ Միգուցե դա անօրինական է, տված չեք փորձել հասկանալ այդ ամեն ինչը։ Բերեք նայենք մի հատ հասկանանք։ 10 ինստանցիա անցավ օրինական է, միգուցե դա Հայաստանում նորմալ երևույթ է, որ միտեղ վրիպում լինի։ Այսինքն դուք եք Հայաստանի քաղաքացի, չէ՞ կարողա դուք վրիպեք, չէ՞։ Ես վրիպեմ, դրա համար այսքան քաղաքացու շահերը անտեսելով ոստիկաններին կանչում կայնացնում եք, փորձում եք ինչ-որ օրեն բան քանդել։ Չենք սխալ արտահայտություն ենք անում, մենք չենք կանչում ոստիկաններին կանգնացնում։ Ոստիկաններն իրենց աշխատանքն են Իրանք իրենց եկան հասան այստեղ, հա։ Արձագանք ա եղել, արձագանքել, ով արձագանքել։ Որոն ոստիկաններով կարասի ով արձագանքել, որ ոստիկանները եկել են քաղաքացիական գործում փորձում են քրեական ինչ-որ ձևով ոստիկանական պաշտպանություն ապահովել ոմն անձանց։ Ամերթուններսից Նավուրեք իրիշ պայքարն է սիրա համար փոքր ոստիկանություն օգնեցին սեփականատերերին ազատել իրենց սեփականությունը, բայց վաղը չեմ քսորը շինարարությունը իրականացնելուց այս հանրային տարածքում արդեն ինչպես են այդ շինտեխնիկան բերելու խիստ դժվար է պատկերացնել, եթե մեր քաղաքացիները ոչինչ կանեն եւ պայքարեն իրենց իրավունքների համար։ Նամանավանդ որ սա արդեն ոչ թե մայրուղի է, որ առջևում է փակել, այլ ընդամենը բակային ճանապարհ է իրենցն է եւ իրենք բնականաբար իրավունք ունեն դնորոշել իրենց ճանապարհը։ որ դուք որպես հավաքանու անդամ, այսինքն բարև Երևան։ Ես բարձրացրել եմ այդ հարցը ոչ մեկ անգամ, այսօր ամենաբանականությամբ եւս մեկ գրավոր դիմում գաղենք քաղաքապետարանին, բայց քաղաքապետարանը նորից եմ կրկնում, առանց մեր դիմումի իրենց ներկայացուցիչ եկել է, տեսել է ինչ է կատարվում, քաղաքացիների դժգոհության մասին տեղյակ են, քաղաքապետարանը կարող է շատ հանգիստ ձևով այդ նախաձեռնությունը վերցնել որպես շահերի պաշտպան, ըստ օրենքի։ Քաղաքապետարանը ոնց է թողել, որ ճանապարհը վերցնեն, գրավեն, էլի չգիտեին։ Եթե սովորական բնակիչ լիներ, երբ միլիոններով կտուգանին։ Ես գիտեմ, եթե մի բնակիչ բողոքում է, այդ շինարարությունը չի կատարվում, բայց մեր քաղաքապետարանից պարոն Ասատրյանը եկավ ասեց, որ պիտի շինարարությունը կատարվի։ Մենք ոչ մի բան չկարողացանք, միլիցիան կանգնավ, ժողովրդին մի կողմրեցին ու սահմանը դրեցին։ Իսկ այս կացեական հետևում գտնվում է ավտոտնակներ գետնի տակ, որը կապնված է այդ 12 հարգանի շենքի հետ։ Եթե նրանք միա ձեռ տանեն, դա այն 12 հարգանի շենքը ընկնելու է գետնին։